Ողջույն սիրելի հետևորդներ, եկել եմ այսօր ձեզ ցույց տալու մեր ծաղկած հապալասները եւ իհարկե տեսեք մեղուն փորձում է փոշոտում կատարել։ Գնաց։ Մեղուն գնաց ուրիշ տեղ։ Ուրեմն ինչի մասին եմ ուզում խոսել։ Ուզում եմ տարբեր տեսակների մասին ձեզ հետ խոսել։ Այստեղ մենք տարբեր տեսակներ ունենք ու հիմա բոլորը, գրեթե բոլորը ծաղկած են, իհարկե մի մասը վաղահաս է, մի մասը ուշահաս է։ Այստեղ կարող եք տեսնել, որ ուշահաս տեսակները դեռ ծաղկած չեն, դեռ նոր կոկոմներն են բացում, իսկ վաղահաս և միջահաս տեսակները, ասեք սիրելի հետևորդներ, որոշները դեռ ծաղկման փուլում են, արդեն ծաղկել են, հետաքրքիր մի բան եմ նկատել, քանի որ մեզ մոտ տեսակները բավականին շատ են, ուրեմն տեսակների մեջ նույնպես կան ծաղիկների տարբերություն, ոչ միայն պտուղներն են տարբերվում, այլ նաև ծաղկման շրջանում ծաղիկներն են տարբերվում մեկը մյուսից, նայեք, սրանք շրջանաձև է, կարելի ասել կապույտ պոչիկներով, եթե ես գնամ մի փոքր ավելի առաջ, տեսեք, այս մյուս տեսակը մի փոքր ավելի զանգականնման է, ավելի երկար ծաղիկներ ունեն։ Մենք որոշել ենք բոլոր տեսակները այսպես նաև ծաղկման շրջանում ստուգել, տեսնել մեկը մյուսից ինչ տարբերություններ ունեն, ծաղկման շրջանը որոշել սրանց։ Ձեզ համար մի հետաքրքիր բան ասեմ, որ եթե դուք հապալաս եք ցանկանում աճեցնել, ուրեմն լավ կլինի, որ տարբեր տեսակներ ունենաք, որովհետև որքան տեսակները տարբեր են հապալասների, այնքան թե բերքատվությունը և թե բերքի որակական և համային հատկանիշները ավելի բարձր է լինում, քանի որ տարբեր տեսակներ մեկը մյուսի հետ փոշոտվում են և շատ լավ արդյունք է ստացվում։ Դրա համար մեր մոտ մենք ունենք ամենատարբեր տեսակի հապալասներ, հիմա փորձում ենք արդեն տեսնել, թե որը ինչպես է իրեն դրսևորում, սրանք արդեն ծաղիկները ծաղկել վերջացրել են, արդեն պատրաստվում են պտուղները մեծացնել, տեսեք, որ դուրս է գալիս ծաղիկ արդեն ծաղկել վերջացրել են, սրանք մայր թփերն են հապալասների, այս տարի կարծում եմ բավականին շատ հապալասներ կունենանք, որովհետև լավ ծաղկած հապալասներ կան, լավ բերքով հարուստ հապալասներ կան, կտեսնենք այս տարի ուրիշ սորտեր ենք ընտրել, որպեսզի շատ լավ բերքերը պահենք, իհարկե թփի համար մի քիչ բարդ է, քանի որ շատ հապալասի պտուղներ որ լինում են, բերքը ինքնին արդեն մի փոքր մանր է լինում, օրինակ այս մի տեսակը ընտրել ենք այնպես, որ ինքը մեծ բերք տվող տեսակ է, որոշել ենք մի քիչ շատ թողնել բերքը վրան, տեսնենք կպահի իր մեծությունը, թե այնուամենայնիվ բերքի շատության պատճառով մի փոքր կմանրանան պտուղները։ Այսպես սիրելի հետևորդներ, կարևոր է, դուք ինձ հարցնում եք հապալասը թաց պահել, թե որքան ջրել, նշեմ, որ հապալասի համար շատ կարևոր է, որ հապալասի հողը միշտ խոնավ լինի, ոչ թե թաց լինի, ցեխ լինի, այլ միշտ խոնավ պահեք։ Դա հապալասի համար շատ կարևոր է եւ իհարկե կարող եք տերևները հաճախակի ցողել, հապալասները սիրում են, երբ որ իրենց տերևները հաճախ ցողում են։ Կարող եք պահել արևի տակ, լավ արևի տակ էլ իրենք շատ լավ իրենց դրսևորում են, սիրում են արև տեղ, բայց միևնույն ժամանակ պետք է ջուրը անպայման ժամանակին տակ։ Այսքանը սիրելի հետևորդներ, եթե հարցեր ունեք, գրեք, կփորձեմ պատասխանել, ինձ նաև պտուղների վաճառքի համար էիք հարցնում, նշեմ, որ քանի որ դեռ հիմա ծաղկման փուլում են, այս պահին պտուղների վաճառք չենք իրականացնում, երբ որ պտուղները արդեն կհասնեն, առանձին տեսանյութ կնկարեմ, կտեսնեք տեսակները և եթե ցանկանաք գնել, ապա խնդրեմ։ Դե ինչ այսքանը, լավ մնացեք, իսկ մենք կհանդիպենք։